Բարև ձեզ։ Անցյալ շաբաթ Վաշինգտոնի բարձր պաշտոնյա էր եկել, սկզբում Հայաստան, Թրամփի ուղու հետագծին ծանոթանալու, հետո իհարկե Բաքու, որտեղ Թրամփի ուղուն դեռ Զանգեզուրի միջանցք են ասում։ Մեկ ուրիշ պաշտոնյա Թբիլիսիում էր, Վրաստանին Թրամփի անվան ծրագրում ներգրավելու առաջարկով։ Ղազախստանի ու Ուզբեկստանի հետ ամերիկյան պայմանագրերն այլևս կասկած չեն թողնում Թրիպի մեծ խաղի շոկեքաշը դառնալու հավանականության հանդեպ։ Ուշադիր եղեք, երբ Սյունիքում Թրիպին հատկացված 145 միլիոնին հետևի հաջորդ տրանշը Ադրբեջանում կվերանային Զանգեզուրյան վերնագրերը Թրամփ վերտարությամբ, որովհետև Բաքվի երազանքը Հայաստանով Նախիջևան հասնելը չէ, այլ ասիական շուկաներ գնացող ամերիկյան գնացքում հաստատուն տեղ ունենալը, իսկ այդ տեղի լիցենզիան ուզեն թե չուզեն կունենա հայ-ամերիկյան կոնսորցիումի կնիքը, որից Բաքուն կփորձի խուսափել, ուղղակի այս պահին գինն է ծանր։ Այնպես որ դեռ սպասեք, ինչը եւ երբ կփորձի պղտորել Բաքուն հայ-ադրբեջանական անթեղված կրակում դեռ դժվար է ասել։ Բայց գինը Թրիպն է, որի աշխարհաքաղաքական կշիռը եթե պահի այս իներցիան, Հայաստանով անցումը մեծ աշխարհ Հայաստանի հետ առանց խաղաղության պայմանագրի Ադրբեջանի համար այլևս անհնար կլինի։ Ավելի բարդ է լինելու հետո Թրիպի օթյակին Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա բողոքելը, թե հայերը զինվում են։ Հաջողություն։ Բարև ձեզ։ Այն որ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հանրությունները շփվում են ըստ կողմերի բանակցային օրացույցի, արտառոց ոչինչ չկա, ճիշտ հակառակը, այն անհրաժեշտ է, անկախ շատերին նյարդայնացնող հանգամանքից, որովհետև հենց այդ շփումներում են լինում բացահայտումներ, որոնք որպես կանոն չեն լինում այդ հանրությունների անունից խոսող կառավարիչների հանդիպումներում, որտեղ գերական շահերի առևտուրն է, իսկ այդ մասին տեղեկություններ սովորաբար չեն լինում։ Դրա համար էլ քաղաքանդրությունները դեմ առ դեմ հայտնվելիս ուզեն թե չուզեն դառնում են այդ առևտրի պատանդը։ Լավն այն է, որ քաղաքանդրության ներկայացուցիչն անհամեմատ ազատ է եւ ցանկության դեպքում կարող է դիմացինին հարցնել գոհ է հետպատերազմյան իրականությունից։ Այդ բովանդակության հարց ոչ Ալիևը կտա Փաշինյանին, ոչ էլ Փաշինյանն Ալիևին։ Հենց այստեղ է իջնում ուղեփակոցը։ Եթե կուզեք զսպաշապիկը հանրային շփումների գլխին, որին ավելի է ճնշում տարբերությունը, թե ով է քաղաքասարակության ներկայացուցիչը Ադրբեջանում եւ ով է նա Հայաստանում, ավելի պարզ ինչ ներքին ազատությամբ է ադրբեջանցին այցելում Երևան եւ ինչ սպասումով է հայաստանցին մեկնում Բաքու։ Խզվածքն այստեղ է, որն այդ հանդիպումների իրական ջերմաստիճանը ցույց չի տալիս։ Հակառակ դեպքում երկրի գլխավորի մակարդակով արևմտյան Ադրբեջան քարոզը գոնե բարոյական բացատրություն կունենար։ Իսկ երկի միջազգային մրցույթում հայ երկչի օգտին քվեարկած ժյուրիի ադրբեջանցի ներկայացուցիչը հալածանքի տակ ստիպված չէր լինի ներողություն խնդրել իր երկրից։ Էլ չեմ ասում, որ Բաքու հասած հայը որպես այդ հանդիպման հումանիտար ցուցիչ ինչպես կարող էր չհարցնել, թույլ կտակ տեսակցել մեր գերիներին, որոնցից շատերը չգիտեն ինչու են Բաքվի բանտում։ Այնպես որ հանրային շփումների այս կշեռքն ավելի իրական է, քան այն, որին հետո դնելու են այդ հանրությունների հաշտության քաղաքական գինը։ Հաջողություն։